Հարգելի գործընկերներ, այժմ կարող եք հերթագրվել մտքերի փոխանակության համար։ Ուշադրություն։ Հերթագրում։ Տիկին Լիլիթ Մինասյանին գրանցեք։ Հարգելի պարոն Թորոսյան, մի շտապեք, որովհետև ես ելույթ կունենամ։ Հարգելի գործընկերներ, պարոն Մեսրոպյան, ներողություն եմ խնդրում եւ թեմայից պիտի շեղվեմ, ենթադրում եմ շատերը կշեղվեն այսօր թեմայից։ Սիրելի ժողովուրդ, մեր նիստը դիտող, ես ենթադրում եմ, որ դուք հավանաբար հոգնել եք ազգային ժողովի նիստերից, որոնք պարբերաբար վերածվում են քաշքշոսների եւ լեզվակռիվների, ուզում եմ ասել, որ դուք մենակ չեք, ես էլ եմ ձեր հետ եւ ամբողջ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ձեզ հետ է, մենք էլ ենք հոգնել սրանից, բայց ես ձեզ ուզում եմ բացատրել այս անլուրջ իրադարձությունների անատոմիան եւ պատճառը, այսինքն ինչպես են այս իրավիճակները զարգանում եւ որն է դրանց պատճառը։ Այսօր նիստերի ժամանակ մի ընթացքում հանդիպման էի եւ չէի հետեւել նիստին, հետ եկա, բացեցի հեռախոսս եւ տեսա տեսանյութ, տեսնեմ ինչ է կատարվում, որ Լևոն Քոչարյանը կանգնած է ամբողջ Հայաստան խմբակցության հետևում, այնտեղ կին, տղամարդ բոլորը կենթանի պատ են կազմել եւ ինքը հետևից հայհոյում է եւ ասում է իմ պապիկին, թե պապային, այս ինչ ասողը, այս ինչի, այս ինչն է, այն ինչն է, այն ինչն անեմ ես իրան հայհոյում է ու հետո գնում է։ Ու ամբողջ խմբակցությունով sense հեռանում է։ Ասես ինչ ա եղել, ով է նեղացրել Քոչարյանի երեխուն։ Եվ որոշեցի բացել հեռարձակումը, տեսնել ինչ է կատարվել։ Բացեցի, տեսնեմ, որ պատանի Լևոն Քոչարյանը մոտեցել է ամբիոնին, սկսել է ելույթ ունենալ եւ ասել է, որ մարդիկ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը թուրք դավաճան է, ԿՊ-ն ասում են անհայրենիք դավաճաններ, ես իմ համբալնով է, ես ինչ։ Այսինքն իր տրամաբանությամբ ասում է կան մարդիկ, որոնք ձեր մասին ասում են այսպիսի բաներ։ Մի կողմ թողնենք, ճիշտ է ասում, սխալ ասում, այս կոնտեքստում կարևոր չի։ Դրանից հետո հարգարժան Հակոբ Արշակյանը, որը համբերատար, մեծաբար, ավագաբար, լսում է մինչև վերջ պատանի Քոչարյանի ելույթը, ինքն է ելույթ ունենում եւ սկսում թվարկել նույն տրամաբանության մեջ, թե մարդիկ ինչ են ասում Քոչարյան ավագի մասին։ Ռոբերտ Քոչարյան Նի մասին, այո, խոսքը Անդրանիկ Քոչարյանի մասին չի։ Եվ տեսնում եմ, որ պատանի Քոչարյանը մի փրփրում է, ջղայնանում է, ջղաձգվում է, ամբողջ Հայաստան խմբակցությունը մոտենում է շրջան է կազմում, իրականացնում է մի նոր կոլցո օպերացիա եւ պատանի Քոչարյանը սկսում է հայոյել։ Սա գիտեք ինձ ինչ հիշացրեց, այնպես արքետիպային հերոս կա է հայկական մշակույթի մեջ։ Կներեք արտահայտությանս համար պորճի լակոտ։ Դա Գոր Վարդանի կինոներում, օրինակ, իմ շատ սիրելի։ Շատ հաճախ լինում է, որ ասենք մի հատ ինչ-որ օլիգարխի, հարուստի, ոչ այդքան լավ դաստիարակված որդի, ինքը համարում է, որ ինքը ամեն ինչից վեր է, գալիս բերանը շաղ է տալիս, հետո իր թիկնազորը sense գալիս ու սկսում է պաշտպանել իրան, ուղղակի այս դեպքում որպես թիկնազոր հանդես էր գալիս Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործման Հայաստան խմբակցությունը։ Ու ամոթ հաղորդակի։ Բայց ես ըմբռնումով եմ մոտենում այս իրավիճակին, որովհետև հիմա պարոն Քոչարյանը նկատի ունեմ կծեր Քոչարյանը երևի սովոր է, որ ինքը իր կյանքը տենց է ապրել, տենց է լինում են տղաների հետ, որոնք հիմնականում իրանք ոչինչ են եւ պապայի անունով են ինչ-որ բաներ անում, բայց ոչինչ, մենք նրանք սովորացնենք ճիշտ ձևը։ Բայց ձեր մոտ հարգելի հայրենակիցներ կարող է հարց առաջանալ, ինչի եմ ես խոսում այս անլուրջ պատմության մասին, որը իրոք անլուրջ պատմություն է, սա երրորդ դասարանի մակարդակի անլուրջ պատմություն է, փոքրիկ Քոչարյանի մասին։ Բայց այս անլուրջ պատմությունը, սիրելի գործընկերներ, ունի շատ լուրջ հիմք եւ շատ լուրջ պատճառ։ Եվ այդ պատճառը հետեւյալում է։ Այդ պատճառը հետեւյալում է։ Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այս ամբիոնից հայտարարեց, որ դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից պահանջում է բռնագանձել
22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 միլիոն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում իրավաբանական անձանցից են Nair Insurance-ը, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ։ Ավելի քան 4 միլիոն դոլարի, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ 20 միլիարդ դրամ։ Հարգելի գործընկերներ, վերջին շրջանի ազգային ժողովի այս իրավիճակները պայմանավորված են միայն սրանով։ Միայն սրանով։ Վերջապես Ռոբերտ Քոչարյանի չվաստակած ապօրինի գույքը, հարգելի գործընկերներ, քանի որ վարող չկա ստիպված ես պետքա խնդրեմ բոլորիդ ներողություն, պարոն Աշակյան, խնդրում եմ լրություն, Պավել Ռուբինյանը խոսի։ Համեցեք։ Եվ վերականգնեք ժամը։ Հարգելի գործընկերներ, սրա մասին է։ Եվ գիտեք ինչն է նաև զարմանալի։ Էլի փոքրիկ Քոչարյանը եկել է Սամբոնից ասում է. «Տեսեք, տարիներ շարունակ մեր մասին ասում էին, որ չգիտեմ քանի միլիարդ գույք ունենք մենք։ Տեսնում եք հրապարակված է, չափազանցված էր»։ Այսինքն ձեզնից պետք է շնորհակալություն հայտնենք, որ դուք օրինակ ոչ թե խոսքի 22 միլիարդ դրամ եք ապօրինի ձեռք բերել, այլ 20 միլիարդ, կամ շնորհակալություն հայտնենք, որ ոչ թե ասենք 22 անշարժ գույք եք ապօրինի տակով արել, այլ չէ, ոչ թե 25 ապօրինի գույք եք տակով արել, այլ 22, ձեռ եք առնում։ Ու ես նաև ուզում եմ պարոն Ռոբերտ Քոչյանին դիմել։ Պարոն Ռոբերտ Քոչյան, նախ ամոթ է։ Ըստ դատախազության դուք ապօրինի կերպով ձեռք եք բերել այսքան գույք։ Այլ կերպ ասած, ըստ դատախազության դուք թալանել եք այսքան գույք։ Թալանել եք դուք ըստ դատախազության։ Դրա համար պատասխան տվեք դուք, ոչ թե ձեր փոքրիկին ուղարկեք ստեղ, սաղս ձեռը կրակն ենք ընկել։ Մենք մի կերպ մեզ զսպում ենք, որ մի հատ դաստիարակչական ապտակ դրան չհասցնենք, ձեր խմբակցությունն էլ բանի դայակի պես ընկել է հետևը։ Սարքել եք դայակ ու ախլանիկ, ձեր ամբողջ խմբակցությունը, ձեր փոքրիկին։ Հետևից ման են գալիս, կաթիկը չպակասի կամ տակը չոր լինի։ Պատասխան տվեք ինքներդ ձեր տակով արածի համար։ Ու մի բան էլ ասեմ, դուք ձև չունեք ուղղակի, ձև չկա։ Ձեր բերած ապօրինի գույքը մուծվելու եք բյուջե, ձև չունեք, ոչ մի ձև չունեք։ Ուզում եք ձեր փոքրիկին օրական 16 անգամ ուղարկեք ստեղ, թող ամբաղ-զամբաղ ելույթներ ունենա։ Ուզում եք ձեր խմբակցությանը հրահանգեք, որ այդ ընթացքում իրան շրջանաձև պաշտպանություն կազմակերպեն իրան։ Ուզում եք հրահանգեք ամբողջ խմբակցությանը, թող գան ստեղ հերթով ելույթներ ունենան, մեզ վիրավորեն, ինչ ուզում եք արեք, դուք այդ ապօրինի ձեռք բերած գույքը տալու եք պետությանը։ Այդ ապօրինի գումարները դուք մուծվելու եք Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Մի հատ է բան ասեմ։ Էլի փոքրիկ Քոչյանը այս ամբողջից ասում է, հիմա համբալնով է, ասեմ համբալնով է։ Ըստ իս համբալը հետևյալ մարդն է։ Համբալը այն մարդն է, ով ապօրինի կերպով ձեռք է բերել 22 անշարժ գույք, 2 գույքին գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 միլիոն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, եւ մի շարք ավելի քան 4 միլիոն դոլարի, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Հիմնականում տես մարդիկ են համբալները լինում։ Ոչ միայն տես մարդիկ, բայց հիմնականում տես մարդիկ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Արսեն Թորոսյան հաջորդ ելույթի համար համեցեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, իհարկե ավելի արդյունավետ կլներ խոսել էներգետիկայից, ջրամատակարարումից եւ գազամատակարարումից, բայց քանի որ Հայաստան խմբակցությունը ծառայում է որպես
Պոլիշոր Լևոն Քոչարյանին եւ Ռոբերտ Քոչարյանի համար պետք է անդրադառնանք Լևոն Քոչարյանին։ Թե չէ այդքան չարժեր ինքը, որ իրան անդրադառնայինք։ Ինչ է ասում Լևոն Քոչարյանը, ասում է թղթով, սաղ ճիշտ է։ Իդե պարոն Ռուբինյան, մենակ դատախազությունը չի ասում, որ այդ ապօրինի գույքը ապօրինի է, այլ ասում է ամբողջ հայ ժողովուրդը։ Օրինակ ամբողջ հայ ժողովուրդը հիշում է 2000-ականներին ոչ չէին թողում ներկրել բջջային հեռախոսներ, որտեղ դա Սեյցրակ Քոչարյանի մենաշնորհն էր, եւ ծանոթ էին գտնում, որ Սեյցրակ Քոչարյանը զանգեր ոնց որ թե Արմեն Ավետիսյանին, պարոն Բագրատյան, ու ասել խնդրում եմ, ես մի 500 հատ հեռախոսը թողեք այս մյուս ֆիրմաներ ներմուծի։ Բոլորը շատ լավ հիշում են, որ օրինակ Toyota-ի բացվելուց հետո բոլոր պետական պաշտոնյաները սկսեցին Toyota քշել, դժբախտաբար մինչև հիմա էլ քշում են, կամ բարեբախտաբար պարզվում է այդքան է վատ ավտոներ չեն, բայց այն վաղ պարտադրանքով էր։ Բոլորը շատ լավ հիշում են բիզնեսների խլելը, օրինակ Royal Armenia-ի հայտնի դեպքը, երբ որ էլի իրանց ինչ որ կամ հենց իրանց կամ իրանց հետ աֆիլիացված մեկի համար բիզնես էին խլում, հետո էլ դատավորին զրկում իր պաշտոնից, որովհետև համարձակվել էր դեմ քայլ անել։ Համբալի մասով ոչ միայն ապօրինի գույք ունեցողն է համբալ, այլ այն երկրի ղեկավարը, որ օրինակ 2 կոպեքի համար գույք է տալիս պարտքի դիմաց, խոսում էր ինչ որ պարադներում դիրքի մասին Նիկոլ Փաշինյանի, կամ համբալ չի արդյոք այն երկրի նախագահը, որ գազամուղի տրամագիծա փոքրացնում ինչ որ մի հատ երկրի շահի համար, որ մենք այսօր այլընտրանք չունենանք, կամ էլ օրինակ բան, կեղծ փաստաթղթով ընտրություն կեղծելով նախագահ է դառնում, ով է այդ նախագահը, եթե ոչ համբալ։ Ստեղ էլ դեմքին կասեի, դեպ ու երկրորդ դեմքով, ոչ թե երրորդ դեմքով, բայց ստեղ չի։ Ի տարբերություն այդ ասասների, հիմա ինչ է տեղի ունենում, մենք այո նաև այդ պողպատի մանդատով լիքը հարց ենք լուծում։ Բաժնե Տոմսեն ենք հետ բերում այդ ռազմավարական օբյեկտների կոպեկներով սեփականաշնորհած, ԶՊՄԿ, Վիվասել, Ամուրսար, նոր բացվածների նույնիսկ։ Ինչպես նաև ինքնիշխանություն ենք բարձրացնում մեր սահմանային կետերից օտար սահմանապահներին ուղարկելով իրենց հիմնական ծառայության վայրեր, փոխարինելով նրանց մեր սահմանապահներով։ Փոքրիկ Քոչարյանը խոսում է նաև ինչ-որ մարդկանց շպրտելու մասին։ Երևի խափնվել է իր տիկտոկյան գանտել բարձրացնելուն, որ մի երկու հատ գանտել է կարում բարձրացնի, գիտի թե կարա մարդ շպրտի։ Վախենամ մի օր այդ գանտելը գլխին ընկնի, այնքան ծանր գանտել բարձրացնի։ Զգուշ եղեք, պարոն Քոչարյան։ Եվ վերջում, ես շատ չեմ ուզում խոսալ։ Ոմանք թուրք անվանելը դիտարկում են որպես հայոյանք, ես ճիշտ եմ հասկանում, եւ դրան հայոյանքով են պատասխանում, եւ երբ որ մեզ ասում են թուրք, իրանք նկատի ունեն հայոյանք, որ մեզ ասում են թուրք, դա հայոյանք են ընկալում։ Ես էլ դες պաշտոնապես հայտարարում եմ, շատ պաշտոնապես բոլոր նախկին ասածներին եւ բոլոր վաղը մեզ թուրք որպես հայոյանք ասողներին։ Ուրեմն ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու, ասի թուրք որպես հայոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ։ Արման Եղոյան, համեցեք հաջորդ ելույթի համար։ Սիրելի գործընկերներ, ես գիտեմ ձեր սրտերում ինչ կա, բայց նաև խնայեք մեր հեռուստադիտողներին, որքան կարող եք, խնդրեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ։ Ես իմ ելույթը ինչքան էլ զարմանալի է, պետք է սկսեմ քիչ առաջ Facebook-ում Նարեկ Գալստյան անունով օգտատիրոջ կողմից արված մի գրառմամբ Նարեկ Գալստյանը լրագրող է, ռուսական պետական պաշտոնական 10 գործակալության հայաստանյան թղթակիցն է, եթե չեմ սխալվում, որը արել է հետևյալ գրառումը Facebook-ում։ Մի ժամ առաջ։ Ես կրկին անկեղծորեն ցանկանում եմ, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո ԿՊԱ-կան մի քանի падգամավորներ, չունենալով ԱԱԾ, ՊՊՑ ու ոստիկանության մշտական պաշտպանությունը, շարունակեին մնալ նույնքան համարձակ ու խիզախ։ Ավելին, վստահ եմ, որ այդպես էլ մնալու են ու շարունակելու են իրենց պահել նույն ձևով հեգնում է, էլի։ Իրականում քողարկված սպառնում է։ Շատերը չեն հիշի Նարեկ Գալստյանին հին բարի ժամանակներից։ Ես հիշեցնեմ, որ Նարեկ Գալստյանը մի ժամանակ, երբ մենք երիտասարդ էինք, նոր էինք սկսում
նոր էինք սկսում մեր քաղաքական պայքարը, ինքը սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Տխրունի երիտասարդական միության նախագահն էր, 2007 թիվն էր, եւ ինքը թռուցիկներ էր բաժանում մեզ հետ, մենք բոլորով գործող իշխանությունների դեմ, հա, արդեն նախընտրական քարոզարշավներ, իրեն ծեծում են շատ դաժան կերպով, նկարագրենք, բացում ենք մեր սիրելի Ազատություն ռադիոկայանը, 2007 թիվ, նոյեմբերի 16, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ կուսակցության Սարգիս Տխրունի ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանին դաժան ծեծի ենթարկելու հրահանգը տրված է եղել իշխանական վերին օղակներից։ 3 առավոտյան Գալստյանին ծեծի են ենթարկել անհայտ անձինք, ինչի հետևանքով Գալստյանը տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Սա Նարեկը թող հիշի մի հատ, այս պահը էլի, մի հատ հասկանանք, էլի ընդհանրապես այս ծուռ հայելիների թագավորություն ենք ընկել, թե ինչ։ Շարունակենք։ Ուրբաթ օրը լրագրողի հետ հանդիպմանը Լյուդմիլա Սարգսյանը ասաց նաև, որ կապ է տեսնում երեկվա բռնության եւ նոյեմբերի 13-ին Նարեկ Գալստյանին եւ ուսանողական միության եւս մեկ անդամի թռուցիկներ փակցնելու համար ոստիկանություն բերման ենթարկելու միջև։ Մի հատ էլ այնտեղ է միջադեպ եղել։ Սարգսյանը այսօր հայտարարեց, որ նոյեմբերի 13-ին Նարեկ Գալստյանին եւ Էդմոն Մակարյանին ոստիկանությունում ծեծի են ենթարկել ոստիկանության Երևանի վարչության պետն ու կենտրոնի ոստիկանապետը։ Ոստիկանություն էլ կար, ԱԾ էլ կար, ՊՊՑ էլ կար, ամեն ինչ կար, բայց ֆունկցիան այլ էր։ Ճակերտները բաց, ծեծի են ենթարկել, ստորացման են ենթարկել։ Հեղինակները եղել են ոստիկանության Երևանի վարչության պետ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, սա մեջբերում է Լյուդմիլա Սարգսյանի խոսքից։ Նազարյանը, որը անձամբ ծեծել է տղաներին, եւ կենտրոնի ոստիկանապետ Մեհրաբյանը։ Ասաց Սարգսյանը շարունակելով. մենք չէինք մտածում, որ պետք է հնչեցնել այս անունները, սակայն այսօր այդ մասին լռել ուղղակի հանցագործություն է։ Եթե գեներալ-մայորը կարող է իրեն թույլ տալ 19-20 տարեկան հայ երիտասարդի ծեծի ենթարկել եւ թռուցիկը անգամ փորձել բերանը մտցնել, պիտի ուտես ու բազմակետ։ Հա, ես էլ արդեն շփոթվեցի։ 19-ից 20 տարեկան հայ երիտասարդին ծեծի ենթարկել եւ թռուցիկը անգամ փորձել են բերանը մտցնել բութ, պիտի ուտես, բազմակետ, ճակերտները փակ։ Ազատություն ռադիոկայանի հաղորդմամբ։ Ես այս վերջին ծեծը Նարեկի նկատմամբ կիրառված կապում եմ նույն անմարդկանց անունների հետ, որոնք 2 օր հետո կատարեցին այդ հանցագործությունը, մտածելով, որ դրանով մեզ ահաբեկում են, նրանք այդ նույն ձևով փորձեցին երիտասարդությանը ահաբեկել, ասաց Լյուդմիլա Սարգսյանը։ Ես չեմ կարծում, որ դա կոնկրետ ոստիկանությունն է, հիմա ոստիկանությունը առանց վերևից ուղղորդվելու ոչ մի քայլ չի անում։ Դա կապում եմ անմիջական ամենավերևների հետ, այսինքն հրահանգով, քաղաքական։ Սրանի պատասխան կհիշեք Հյուսիսային պողոտայում շենք բացելու ժամանակ, հետո ճեպազույցի ժամանակ հարց են տալիս Ռոբերտ Քոչյանին, ով ինչքան հիշում եմ մոտավորապես այդ ժամանակ մամուլում շատ էր քննարկվում, ասում ով այդ երիտասարդը չեմ էլ ճանաչում կամ ընդհանրապես ումա պետք իրան ծեծել, այս ոչի մի բան, ու այն ժամանակվա մամուլի արխիվը եթե նայեք, մեկնաբանություններն են, որ դե ումա պետք, այսինքն ծեծելու կարիք չկա, էլի, այտենց նես չի որ Չէ, այսինքն այդ գործիքակազմին դիմելու անհրաժեշտությունը չկա, մի բան չի արել, հա մի թռուցիկա, հա բաժանել մեզ պետք չէ, այդքան մի օր հասական վիճակում չի, որ դիմենք, հիմա ես ինչի եմ այսքանը ասում։ Նարեկ։ Ասեք այդ ում ես դու սպառնում։ Նարեկ Գալստյան։ Այս ժամանակներն ես կարոտել։ Ուզում ես հետ գան այս ժամանակները, թե հիմա որ էլ sense բաներ չկան, որ ամբախ-զամբախ դուրս տալու համար թռուցիկը մարդու բերանը չեն կողում։ Ասենք այտենց ոգևորվել ես, հա, ոգևորվել ես, թե բա ոնց են քայլելու առանց, հիմա էլ առանց ԱՑ-ի, առանց ՊՊՑ-ի, ինչ է, բան ունես ասելու, խոստանում եմ, ոչ ԱՑ, ոչ ՊՊՑ, որտեղ տես թուղթ կա, որտեղ կարամ ստորագրեմ, ընթացակարգով, չգիտեմ, թե, այսինքն դու ինչով ես սպառնում, դու սպառնում ես մի որևէ օրինական առերեսմամբ, թե որևէ անօրինական առերեսմամբ։ Եթե ինչ-որ օրինական առերեսում ես ուզում, մի որևէ մեկի հետ ԿՊ պատգամավորից, խնդրեմ, ինչ պրոբլեմ, ոստիկանություն լինի, չլինի։ Եթե անօրինական առերեսում ես ուզում, ապա անկախ նրանից է պատգամավոր չի, քաղաքացի է, երիտասարդական միության
նախագահ ակտիվիստ, ի՞նչ կապ ունի, ոստիկանությունը պետք է իր տեղում լինի, անկախ նրանից թե ով է այդ մարդը։ Ասածը ինչ է։ Եվ ընդհանրապես այս ինչ նարատիվ է, էլի տարածվող։ Այս ինչ ոճ է, այս ինչ, ասենք, զազվելի, զզվելու ու հատկապես այն մարդկանց կողմից, ովքեր ախր սա տեսել են, դա ախր։ Ում բերանը թռուցիկ մտցնելու փորձ է եղել ու հիմա կանգնում են, այսինքն ի՞նչն եք դուք, լավ, ինչն է դա ավելացել, լավ։ Սենց հասկանամ էլ, ինչն է դա ավելացել։ Էս եք ուզում, ասում եք հաջորդ իշխանություն, բայց եթե հաջորդ իշխանությունը թռուցիկ բերան մտցնող լինի, քո բերանն էլ կարա մտցնի այդ թռուցիկը։ Այս ինչ անպայման է ԿՊ-ի նախկին падգամավոր կամ ես, բարձի որ դիկտատորական ռեժիմ գա, բայց մամուլի ազատությունը, որ 34-րդ տեղն ենք ընկել, ով ինչ ուզում խոսում է, ով ոդից ուզում փող առնում, ոչ հաշվետվություն, ոչ բան։ Հա, եթե գամ իշխանություն դնի սաղի օղակները փագի, հա տեսնում ենք մեր հարևանության փախերը ինչ է կատարվում։ Էլ ծորակ չմնաց ոչ փագեն, առանց մի բանի, առանց վերին օղակների քաղաքական թույլտվության մի տառ անգամ չեն կարող գրել մեր հարևան շատ եւ ոչ հարևան շատ, ինչպես պարզվեց արդեն շատ երկրներում արդեն։ Լավ, ի՞նչ է ձեր ուզած, ես ուզում եմ հասկանամ, էլ ինչ եք ուզում։ Կամ այսօրվա պահվածքը, ասենք, սա ինչ է ընդհանրապես, սա ինչ վիճակ է։ Ես ճեպազույցի վախտել ասեց բաները, այն ֆեյքերին էլի բանն, ֆեյքերին միացրել են էլի հարցակման ռեժիմի վրա, հիմա էլ եմ ասում, եկել այստեղից Լևոն Քոչարյանը ազգային ժողովի փոխոսնակին ասում է դու ով ես։ Տղա ջան, ինքը ազգային ժողովի փոխոսնակն է, հարցը այդ պաշտոնի մեջ չի, նախ ինքը Հակոբ Արշակյանն է։ Ով քո հայրիկի դեմ պայքարը սկսել էր այն ժամանակներում, երբ որ իր դեմ պայքարելու համար թռուցիկը մարդկանց բերանն էին կողում ու ինքը չի վախեցել։ Այդ պայքարից ինքը չի վախեցել ծեծվելուց։ Այդ ժամանակներում Հակոբ Արշակյանը քո հոր դեմ քաղաքական պայքար է սկսել, այնքը այդ տղեն է։ Դու կարաս մի ռեժիմի պայմաններում, երբ որ ամբաղ զամբաղ դուրս տալու համար թռուցիկը մարդու կամ ճիշտ խոսքեր են, մենակ ամբաղ զամբաղ չէ, այսինքն քաղաքականության մեջ կամ արդարացի ճիշտ, ինչպես ասողն է կարծում, չէ՞, բոլորն էլ կարծում են, որ իրենք ճիշտ բաներ են ասում։ Ճիշտ խոսքի համար կամ քննադատական խոսքի համար դու կարաս Միդաս ռեժիմի դեմ պայքարես, որի ժամանակ թռուցիկը բերանն էին կողելու, ծեծելու էին, սատկացնելու էին, Արոն Լևիկտանին, Գրիգոր Լուսավորիչի վերակենդանած։ Դու ռիսկ անեիր, այդ իշխանության որ քեզ ցես պահեի։ Դու ռիսկ անեիր։ Դու լավ կարայիր, ձեր այդ ֆեյքերը, որ հիմա մտել գրում են, դու ով ես։ Ես էլ եմ իրանցից մեկը, իմացաք, ովքեր որ հիմա գրել են, մտեք մի հատ նայեք սրա, տակ, բոլորիդ խմբային պատասխանում եմ։ Ես էլ եմ այդ մարդը, ով 2007 թվականին Երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարելու համար թռուցիկը մարդու բերանն էին կողում, այդ ժամանակ իր դեմ ելել են պայքարի։ Չունենալով ես մենք չենք ունեցել, հա, կներեք, մենք չենք ունեցել կենտրոնում 3 բնակարան, հիմա էլ չունեմ։ Հա, չունենալով, հա։ Հիմա էլ չունեմ, որտեղ այդ 3 բնակարանի համար չի եղել այդ պայքարը նրա համար է եղել։ Նարեկ Գալստյան, որ կարծիք միտք արտահայտելու համար թռուցիկը մարդու բերանը չկողեն ու Հայաստանում երբեք այլևս ժողովուրդը թույլ չի տալու, որ նման իշխանություն լինի, երբեք այլևս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ ևս, պարոն Եղոյան։ Տիգրան Պարսիլյան հաջորդ ելույթի համար համեցեք։